Հայ գործարարները պատրաստ են ավտոմոբիլային փոխադրումները փոխարինել երկաթուղայինով։ Երկաթուղին նոր կարևորություն է ստացել ԵԱՏՄ անդամակցությունից հետո։ Բիզնեսը հեշտացնելու համար օրենսդրական փոփոխություն կլինի։ Այն պետք է պարզեցնի բեռնափոխադրումների ընթացակարգը։ Կառավարությունը աշխատում է ուղիղ այն նպատակով, որ քաղաքացին քիչ խճճվի, պարզ լինի եւ նա իմանա, թե ինչ իրավունքներ, ինչ պարտավորություններ ունի երկաթուղային տրանսպորտով բեռներ ուղարկելիս, ստանալիս ինչ հավելյալ ծախսեր, ինչ պարտավորություններ պետք է կրի։ Ծախսերը ու սակագները ոլորտի պատասխանատուների հիմնական մտահոգությունն են։ ԱՊՀ եւ Բալթյան երկրների երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները Հայաստանում են հավաքվել հարցը քննարկելու։ Սակագների վրա բացասաբար են ազդում արտարժութային տատանումները։ Գների բարձրացումը ուղևորը փոխադրումների նվազման է բերել։ Համագործակցող երկրները ըմբռնումով են մոտենում, համաձայնագրեր ենք կնքում տարիֆները կրճատելու համար, Բելարուսի հետ դրանք նվազել են 30%-ով։ Հայ-ռուսական պայմանագրով արդեն հնարավոր է մեր երկրից ռուսական գնացքների տոմսեր գնել։ ԱՊՀ եւ Բալթյան երկրների երկաթուղայինները Երևանում կլինեն մինչև մարտի 6-ը։ Կքննարկեն նորմատիվային փաստաթղթերից մինչև սպասարկման որակի բարձրացման հարցեր, հետխորհրդային տարածքում երկաթուղային տեղաշարժը բարելավելու համար։ Նազելի Գրիգորյան, Խաչատուր Եսյան, ժամը լրատվական։